Առաջին հերթին ուզում եմ բոլորից սրտը ողջունել, շնորհակալ եմ այս կազմակերպելու համար, ամենակարևորը այստեղ հավաքվածներից ես նայում եմ երևի 10%-ը Բարգավաճ Հայաստան կուսակցությունից կլինեն, թե ոչ, իսկ մնացածը բոլորը դիմակիցներ, մասնագետներ, ովքեր սրտացավ են տվյալ հարցի շուրջ, իհարկե բոլոր հայությանը հետաքրքրում է տվյալ հարցը, խնդիրը, պատմությունը։ Մենք չենք կարող անտեսել մեր ապրածը, մեր կյանքը, մեր պատմությունը ու երբեք մենք չենք կարող մտածել, որ ասենք թե կգա ժամանակը, որ իշխանությունը կվախենա նայի Արարատին կամ կվախենա խոսի, ասենք թե ցեղասպանությունից կամ կվախենա խոսի Արցախից, որը դա մեզ պատիվ չի բերում, ազգ, պետություն, որը դա դարերի պատմություն ունի, պետությունը ուժեղ է, հզոր է իր պատմությամբ, իր կենսագրությամբ, որ դա միշտ մենք ասել ենք, մենք դրանով հպարտացել ենք, դա պատմություն է, ուժը, հզորություն է, հիմա ոնց որ ասենք թե իմ մայրը միշտ իմ տատու պապը մորական կողմը, որ ասում Ալաշկերտից ենք 15 տարեկան հասակում եկել են, հիմնել են, ընտանիք են կազմել ու միշտ ասելով, հիշելով մենք չենք կարող մեր պատմությունը մոռանանք, դա մեզ պատիվ չի բերում, ազգը ինչքան ինը, ինչքան պատմությունը այնքան հզոր է, այնքան պատմական, դա համար այսօրվա այդ հանդիպան համարը, որ դա ես ողջունում եմ այսօրվա այս հանդիպումը, որ ցանկացած բարդ խնդիրներ, պատմական խնդիրներ, որը պահանջում են հանդիպումներ, քննարկումներ, իրար լսելու, քննարկելու, ասելու, վերլուծելու եւ ճիշտ որոշումներ կայացնելու համար։ Հիմա կամ Արցախի հետ կապված հարցը, որ չի կարելի խոսել, ոնց ասենք թե մենք ոնց կարող ենք մոռանալ մեր ասենք թե հայրենակիցների պատմությունը, եղածը, արածը, դրածը, կամ քանդելով եկեղեցիները, վերացնելով մեր արվեստ մշակույթ, դա ոնց դա չարիք է, դա ոնց կարացած դա մասին չասել, քիչ կարող ենք մոռանալ, որ դա մենք հայ ենք։ Հիմա ասենք թե Արցախում երեխաներ շրջափակված ժամանակ երևի բոլորդ էլ կլսեք, ամեն մեկ աջակցի օգնե, բայց ես դա հիշում եմ, որ կազմակերպել ենք այդ ժամանակ հատվածում բոլոր ծնված երեխաներին խաչեր ենք ուղարկել, որ ասենք դա պատմություն է, որ նրանք էլ հիշելով, կարգին մարդ դառնալով հետ պետք է հիշեն որտեղ են ծնվել, ինչ է եղել, ինչ ուշադրություն ինչ վերաբերվում։ Ես ասենք թե այսօր հավաքվել են, ասենք թե հիմնականում ամենալավ մասնագետները տվյալ ոլորտի, որ լիարժեք տիրապետում են, գիտեն ամեն ինչներ, որ շատ ուրախ եմ այս հանդիպան համար, որ մենք կարողանանք այդ մասնագետների, որոնք փորձել ունեն գիտելիքներ, իրենց մոտեցումներն էլ, որ լսենք, քննարկումը ասենք եւ վերջնական մեր որոշումը, մեր տեսակետը մենք կարողանանք հայտնել, հանձնել, կազմակերպել։ Հիմնականում այսքանը լսենք, ով ինչ պետք է ասի, այո։